Փառքներդեհին Եվրոպացի պատգամավորները Եվրախորհրդարանի Հայաստանում են եւ նրանք հյուրընկալվելով Հայաստանում սկսել են ամոթանք տալ ՀՀ իշխանություններին։ Սա նորից չլսված դեպք է եւ Եվրոպացի պատգամավորները Հայաստանի իշխանություններին մեղադրում են քաղ բանտարկյալներ ունենալու եւ ազատ խոսքի իրավունքի զրկելու գործողություններից։ Ուղիղ իսպանացի պատգամավորը ասաց, որ մարդը տեսակետ կամ ազատ խոսք արտաբերելու համար առաջի հերթին սկզբից ձերբակալվում է, տարվում է մեկուսարան, հետո պարզում են իր ասածը ինչ-որ ռիսկ վտանգ պարունակում է, թե չէ։ Նման կերպ չեն վարվում, աշխարհում կան մարդիկ ուղիղ մարդասպանություն գործած, բայց ազատ մինչև իրենց դատական վճռի ուժի մեջ մտնելը ազատության մեջ քայլում են։ Մինչև դատական վճիռ չկայանա, որ իրենք իսկապես հանցանք են գործել, այդ մարդը ազատ է։ Իսկ մարդը ուղղակի հայտարարություն անելու կամ համացանցում տեսակետ գրելու համար ուղիղ ձերբակալվում է, տարվում է մեկուսարան, հետո այնտեղ կպարզեն, եթե այդ իր գրածը կամ ասածը վտանգ չի պարունակում իր մեջ իշխանությունների համար, բաց կթողնեն։ Եթե իհարկե իրենք դենց համարեն, եթե իրենք ընդունեցին, որ դա վտանգավոր է, կապ չունի օրենքով դա վտանգ իրենից սպառնում է, թե չէ, իրենք գործը կարում են եւ առաջ են տալիս։ Եվ եվրոպացի պատգամավորը սա նկատել էր։ Ես խոսքիս երկրորդ մասում կասեմ, թե սա ինչու է այսպես։ Բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Նիկոլը Եվրոպա է գնում, արևմուտք է գնում, բայց իրականում նա անում է հակառակը։ Կասեմ, թե իմ պատկերացմամբ ինչն է հետևանքը։ Այդպիսի ժամանակ խոսեց նաև Հայաստանի խորհրդարանի մյուս պուտինական թևի, այսինքն դաշնակցական պատգամավորը, եւ այստեղ էլ իմ զարմանքը ուղղակի պայթեց, հարուցեց զարմանք։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանը օկուպացրել է ուշադրություն, ոչ ավել, ոչ պակաս, ընդամենը 240 կիլոմետր Հայաստանի տարածքից եւ նա չի ուզում այդ տարածքը ազատել։ Նա Արցախը չհամարեց Հայաստան։ Մոտ 12-13 հազար քառակուսի կիլոմետրից չխոսեց դաշնակցական պատգամավորը։ Խոսեց 240 կիլոմետրից։ Այսինքն խորհրդային Հայաստանից խոսեց դաշնակցականը։ Եվ իր խոսքում ավելացրեց, որ Ալիևը մեր այս ջանքերին իբր որ խաղաղության ենք ուզում, գնան խաղաղության, ինքը ոչ մի քայլ չի անում, այդ հələ քիչ է։ Հայ ազգի խաղ բանտարկյալներ կան ոչ միայն Նիկոլի մոտ, այլ նաև Ալիևի մոտ։ Հիմա բերեք փակագծերը բացենք։ Եթե դու Արցախը Հայաստան չես համարում, դաշնակցական պատգամավոր, ուրեմն ակոմ, բակոմ, չգիտեմ ես իմով հանցագործ է։ Դու չես կարող նրանց խաղ բանտարկյալ համարել։ Դու քո խոսքում Արցախը Հայաստան չհամարեցիր։ Ուրեմն նրանք հանցագործներ են։ Էլի եմ ասում, որևիցե մեկը, ինձանից սկսած, ովքեր Արցախյան պատերազմին մասնակցել են, բոլորս հանցագործ ենք, եթե Արցախը Հայաստան չէ։ Անկամ եթե անկախ է, մենք հանցագործ ենք։ Բայց դաշնակցական պատգամավորը ուղիղ կրկնեց Նիկոլի խոսքը, սա աջակցություն էր Նիկոլին, թվացյալ թե ինքը բողոքում է Ալիևից, կամ Նիկոլից, որ բանտարկյալներ ունի բանտերում, բայց եւ նա Արցախը չճանաչեց Հայաստան։ Ուստի իր մեղադրանքը Ալիևին հասցեագրված, թե այնտեղ խաղ բանտարկյալ կա, արդեն դառնում են անիմաստ։ Եվ ես որ ասեցի, այս միտումը ես պետք է իմ բացահայտումն է սա, ուրեմն Նիկոլը ջանք չի խնայում, որ Հայաստանին հեղինակազրկի Եվրախորհրդարանում։ Սա ոչ թե ինքը ստիպված իրեն է փրկում, իրեն է պաշտպանում քաղբանտարկյալներ բանտերը լցնելով կամ եվրոպական արժեքներին հակառակ գործողություններ անելով, չէ,
Սա հենց Ալիևից ու Պուտինից եկած հանձնարարություն է, որ ինքը այնպիսի քաղաքականություն ներքին վարի, որ Եվրախորհրդարանը հիասթափվի Հայաստանից եւ ասի դու եվրոպական արժեքներին համապատասխան չես, Եվրախորհրդարանից վռնդեն Հայաստանին։ Ինքը ոչ թե գնում է Եվրամիություն կամ Եվրոպա, ինքը այնպիսի քայլեր է անում, որ Եվրախորհրդարանն անգամ Հայաստանին վռնդի, որ Պուտինի ու Ալիևի ձեռքերն ավելի ազատ լինեն։ Որ Հայաստանը դառնա աֆրիկյան, չգիտեմ, այն վերջին կարգի որ պետություններ կան, որ ամիսը մեկ հեղաշրջում է լինում, իրար մորթում փրտում են, ոչ մեկի դրանպես բանիներ չէ։ Այ Հայաստանին ուզում են այդ քաղաքակիրթ աշխարհի վերջից Եվրախորհրդարանից են հանեն դուրս, որ Եվրոպան էլ բանտեղ չտնի։ Անկամ եվրոպական այդ դիտորդները Հայաստանից գնան սահմաններից, որ Ալիևը ազատ մտնի դուրս գա, ում ուզի բռնի տանի, ինչ ուզի անի։ Այն 240 կիլոմետրից էլ մի բան ավել առաջ կա Սյունիքը ամբողջությամբ վերցնի ու Նիկոլան հոչի բողոքելու իլուր աշխարհի ասի Ալիևն եկել է եկեք դուս արեք դե ասի արևմտյան Ադրբեջանը էլի եկել մտել այդ մարդն իր տարածքը ես գտնում եմ որ սա դիտմամբ ներքին քաղաքականություն է որպեսզի Հայաստանը Եվրախորհրդարանից հեռացվի բայց ի պատիվ Եվրախորհրդարանի նրանք շատ լավ գիտեն, նրանք ասացին, որ մենք տեսնում ենք ամեն ինչ, մեր աշխարհը ամեն ինչ տեսնում է, եւ իրենք հասկանում են, որ սա Ալիևի հետ համագործակցություն է, ոչ թե Նիկոլի անձնական ցանկությունը։ Եվ սիրելի բարեկամներ, ուրեմն, եթե Արցախը Հայաստան չէ, մեր ազգի բոլոր տղամարդիկ 30-40 տարեկանից բարձր բոլորը հանցագործ են, ովքեր առնչվել են Արցախյան պատերազմի հետ կամ ծառայել են Արցախում թեկուզ խաղաղ ժամանակահատվածում։ Հայ տղամարդկանց զգալի մասը Ալիևը կարող է բոլորին սանկցիա տալ, կարող է Նիկոլիս Բանջես բոլորին ուղարկի ինձ մոտ։ Եթե մենք Արցախը ճանաչեցինք Ադրբեջան, անգամ եթե անկախ ճանաչեցինք Արցախը, ոչ Հայաստան։ Այսինքն մենք մեզ դնում ենք հարվածի տակ։ Եվ Ալիևի այդ ռազմատուգանքը, որ ինքը ձնագնդի պես շուտով կմեծացնի, այն որ ասում են մենք խաղաղության, Նիկոլը խաղաղություն է բերում, խաղաղության է գնում, ոչ մեզ պարտքերի տակ է դնում, որ մենք դրա տակից դուրս չենք կարող գալ։ Եթե Արցախն Ադրբեջան է, ուրեմն մենք այդ պետությանը շատ մեծ հարված ենք հասցրել 30-35 տարի, մենք պետք է դա հատուցենք։ Իսկ Ալիևը էլի եմ ասում, մեր ազգից չի, մեր հորովբոր տղեն չի, որ ների։ Եվ Արցախը Հայաստան է համարում քաղաքական ուժերից, երևելի ուժերից, հիմնականում ազգային ժողովրդական բևեռը, Սասնա-Ծռեր համայնքական շարժում է եւ առհասարակ Սասնա-Ծռեր շարժման տղերքը։ Եվ այսօր իրական քաղաքական բանտարկյալները նրանք են, ովքեր գտնվում են Նիկոլի զնդանում։ Հասկանում եք, ովքեր միշտ պնդել են, որ Հայաստանը դա առաջին հանրապետության իրավահաջորդն է։ Մենակ այդ դեպքում ենք մենք ազատվելու ցանկացած պատասխանատվությունից միջազգային։ Մենք այդ ժամանակ կարող ենք կանխել Ալիևին եւ ընդհակառակը մենք նրան դատի տանք, մենք Էրդողանին դատի տանք, մենք Պուտինին դատի տանք որպես օկուպանտների։ Հակառակ դեպքում մենք դրա տակից դուրս չենք գա։ Չենք կարող ուղղակի այդքան ծանր չեղացանցանքի տակից դուրս գանք։ Ճանաչեք Բևեռին ու Ծռերին, ովքեր գտնում են, որ հայ ժողովուրդը էթնիկ զտում կատարած օկուպացիա իրագործած պետություն կամ ժողովուրդ չէ։ Մենք տուժող ենք, ոչ թե ագրեսոր։ Պետք է գիտակցեք սա, եւ Սասնա-Ծռերին բանտերից հանել է պետք։ Ճիշտ գաղափարի եւ հայրենիքի համար նվիրյալ տղաները, ովքեր 16 թվին թույլ չտվեցին, որ Սերժ Սարգսյանը քարորիա պատերազմից հետո Ալիևի պահանջած հատվածները հանձնեն Ալիևին Արցախից եւ շարունակական այս վիճակն էր դառնալու, ամբողջ Արցախն էր դառնալու Ադրբեջան։ Եթե դուք անգամ 6-7 շրջաններն էլ հանձնեիք, ինքը մեզ դատի էր տալու, ասել եք շրջանները դուք օկուպացրել եք եւ յուրացրել եք նրա հանքերը, բնությունը, տներն ավերել եք եւ մենք էլի Արցախը դրա դիմաց տալու էինք։ Ուրեմն գանք մի եզրահանգման, որ հայ ժողովրդի եւ Հայաստանի փրկությունը դա երբ որ Արցախը ճանաչվում է Հայաստան կամ Հայաստանը դառնում է առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդ,
Ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ Նիկոլի պատկերացրած 4-րդ հանրապետություն։ Դրանք բոլորը հանցագործներ են։ Բոլորը միջազգային իրավունքով դրանք դառնում են հանցագործ։ Եթե մենք ընդունում ենք, որ մենք առաջին հանրապետություն եւ հաջորդ չենք, մնացած դեպքերում մենք հանցագործ ենք այսօրվա վիճակով։ Էլի եմ կրկնում, քաղբանտարկել Սասնա ծռերը այս թեզի հիմնական շարժիչ ուժն են եւ նրանք բանտում են գտնում եւ ոչ ավել ոչ պակաս բանտային ծանր պայմաններում անգամ այդ ծանր պայմաններում խոշտանգումների ժամանակ կամ սխալ ռեժիմի դեպքում որ տղաները բողոքարկում են բանտին դատի են տվել տղաները անգամ դատարանում դատը շահել են բանտապետը նորից տղաներին պահում են նույն ռեժիմով այսինքն դատական վճիռը չի իրագործվում Նիկոլի օրոք հասկանում եք գնում է դատարան պայմանավորված դատավորը որոշում է որ Սասնա ծռերը ճիշտ են բայց բանտում նորից նույն ռեժիմն է նույն վիճակն է ոչ մի փոփոխություն սա միտումնավոր ուզում են մաշել ազգային ուժը եւ սրա համար խնդրանք աջակցեք Սասնա ծռերին եւ ասեմ որ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ է առաջացել կան բուժման ծախսեր փաստաբանների ծախսեր հասկանում եք իսկապես իրենք են մեր շարժիչ ուժը օգնեք որ Հայաստանը տեր ունենա որ այս փուլը դուրս գանք մեկ որ հաղթահարենք նրանից հետո ազգային ծրագիրը պարտադիր ազգային գաղափարախոսությունը պարտադիր պետք է ներմուծվի մեր քաղաքական մեր սահմանադրության մեջ ու դա չպետք է խախտվի որ որից է մեկը չկարողանա մեր ինքնությանը մեր հավատին մեր արժեքներին մեր գիրուգրականությանը մեր պատմությանը հանգարց որից է ոտնձգություն տեղի չունենա Էլի եմ ասում տասնյակ տարիներ առաջ այս մասին միայն խոսում էին այն ժամանակվա Սասնա ծռերը ովքեր կոչվում էին նախախորհրդարան Սարդարապատ շարժում ասել է թե Ժիրայր Սեֆիլյան Վարժան Ավետիսյան Արա Պապյան Էս է մեր ճիշտ ուղին Խոյ եղեք